Շնորհակալ եմ շատ Տոմ Պողոսյան բոլոր հարցերին մանրամասն պատասխանելու համար։ Մի փոքր էլ ճշտող հասցի ունեմ, այստեղ վերապատրաստվող ծառայողների թվի մասին է խոսքս, բավականին չէ, բայց քիչ են ամեն դեպքում, եւ նշված է այստեղ, որ որոշ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից վերապատրաստման ենթակա, ինչպես նաեւ ծանրաբեռնվածություն ունեն, չեն վերապատրաստման չեն։ Այս ծանրաբեռնվածությունը ինչպես է կարծում հաջորդ տարի նվազելու է, որպեսզի կարողանա մասնակցեն վերապատրաստման դասընթացներից եւ մեկ էլ մի բան այսքան սկզբից մոտս տպավորվել է, որ քննիչների ներկայացում էր, թե Netflix-ով են վերապատրաստում անցնում, հենց դրա մասին էր ասում, ու հետո Տիկին Խամոյանը այսպես հետաքրքիր ձևով ներկայացրեց, թե կոկաինի վերացումը ինչպես կարելի է իրականացնել ալյուրի պարկերով, կարծում եմ դա եւս Netflix-ից բերված տեսարաններ, սա էլ նկատի ունենանք, որ հետագայում վերացման process-ի ժամանակ այրման եւ այլն, դա հաստատ դա համեմվելու է հենց այդ վերնագրով։ Բարբոս, ինչ պատասխանել, ես էլ մեկն եմ Օսկար Վայլդին, որը մի հատ լավ արտահայտություն ունի, ասում է, ես ձեր մասնիկան վատ բան եմ լսել, գրեթե համոզված եմ, որ դուք արտակարգ անձնավորություն եք։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաև հարցի համար։ Ես նաև նշեցի, մենք իհարկե վերապատրաստում ենք, դուք տեղյակ եք, որ Արտադրության ակադեմիայում վերապատրաստվող քննիչներ ունենք, նաև ունենք կրկնակի վերապատրաստումներ եւ նշեմ, բայց այնուամենայնիվ որոշակի իրավիճակներ են լինում, երբ որ քննիչը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, օրինակ, անհնար է այդ պահին քննիչը վարույթները թողնի ընդ որում հնչեղ գործերով եւ այլն կալանավորական գործերով եւ քննիչը գնա վերապատրաստման, փորձում ենք այդ հարաբերակցությունը այնպես պահենք եւ որպեսի քննիչը համ հնարավորություն ունենա վերապատրաստվի եւ նաեւ դրանից քրեական վարույթները չտուժեն, այսպես ասած, բայց ես նաեւ նշեցի, որ օրինակ մի շարք դեպքերում ես օրինակ ինքս գրավոր գրություն եմ հասցեագրել, որ որոշակի օրինակ վերապատրաստումներ ուղիղ գրել եմ, որ համարել եմ աննպատակահարմար, բացատրեմ ինչի հետ կապված է, երբ որ ես ուսումնասիրեցի որոշակի վերապատրաստումներ, որոնք որ կատարվում էր փորձագիտական հիմնարկում, վերապատրաստումներ, այդ վերապատրաստումներն իրենից ներկայացնում էր որոշակի հմտությունների ձեռքբերումը, որոնք առավելապես բնորոշ են փորձագետներին, օրինակ, մատնահետքեր վերցնել, չգիտեմ, որոշակի, որոնք բնորոշ են առավելապես փորձագետներին եւ կամ բացի դա փորձաքննություններ նշանակելու մեջ օրինակ որոշակի հարցադրումներ կատարել, որոնք որ սպառիչ լինեն եւ այլն։ Այս նմանատիպ վերապատրաստումներ ես ուսումնասիրեցի այս ամեն ինչը, գիտեք ինչ, դուք տեղյակ եք, ես իմ ներկայացած հաշվետվության մեջ հստակ երևում է, որ օրինակ քննչական կոմիտեի կազմում արդեն արկա է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոնը։ Այս փորձագետները բոլոր դեպքերի ժամանակ, երբ որ ահազանգ է ստացվում որոշակի իրադարձության հետ կապված, երբ որ հանցագործության դեպք է տեղի ունեցել, փորձագետը որպես օժանդակող քննչական կոմիտեի կազմում գտնվող ՊՕԱԿ-ի փորձագետը որպես օժանդակող քննիչի հետ մեկնում է դեպքի վայր։ Եվ այն աշխատանքը, որը որ պետք է կատարեր քննիչը այդ վերապատրաստման արդյունքում, փորձագետը ինքնուրույն օժանդակում է քննիչին։ Այսինքն ես գտա, որ այս ծրագիրը ըստ էության աննպատակահարմար է եւ գրությամբ դիմեցի գլխավոր դատախազին, որպեսզի այլևս այս մասով համարեցի, որ ծրագիրը աննպատակահարմար է, բայց մյուս մասերով իհարկե ունենք նաեւ այլ վերապատրաստումներ եւ այլն, իհարկե դա արդի է եւ մենք խրախուսում ենք նաեւ հենց այն վերապատրաստումները, որոնք որ ըստ էության քննիչին պետք է։ Ես այս պահին քննչական կոմիտեի կազմում կա ՊՕԱԿ-ը, իմ փորձագետները համ վերապատրաստում են, համ օժանդակում են եւ դրա կարիքը առնվազն ես այս բանին չեմ տեսնում։ Շնորհակալ եմ շատ։ Ես ուղղակի մտահոգություն ունեի, քան որ թափուր հաստիկներ կա, նաեւ քննիչների այդքան ծանրաբեռնվածությունը մեկտեղ կարող է մյուս տարի էլ չհասցնեն եւ այլն, զուտ էս առումով է մտահոգությունս ու կցանկանայի, որ մյուս քննարկման ժամանակ այդ թափուր հաստիկներն էլ լրացած լիներ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Շնորհակալ եմ հարցի համար, այո դուք ճիշտ նկատեցիք, ես մեծ թվով նաև ինքնավար պաշտոնների թափուր հաստիկներ առկա են, բայց նաև ես նշեմ, որ ԱԱԳ-ին մեծ թվով անձինք կան, ովքեր որ դիմել են եւ ունենք տենդենսի աճ, երբ որ դիմում են եւ մասնակցեն մրցույթին
եւ հաղթահարեն այդ մրցույթի շեմը։ Իհարկե մեր մոտ պայմանները խիստ է, բայց ունենք տենդենց եւ առաջիկայում կարծում եմ էականորեն թափուր հաստիկների քանակը էականորեն կիչնի այդ թվային ցուցանիշը այսքանը։